Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Եվ ուրեմն, մենք ունենք օգոստոսի 8-ի համաձայնություններ կայացած Վաշինգտոնում, համաձայնություններ, որոնք ձեռք բերվեցին Դոնալդ Թրամփի վարչակազմի, եւ իր օրոք այսպես հավաքված այդ թիմի բավականին ակտիվ ջանքերով, որոնք եկան լրացնելու այն ջանքերը, որոնք մինչ այդ Բայդենի վարչակազմի օրոք էին արդեն ուրեմն գործադրվում։ Եվ ահա Շարմ էլ-Շեյխում այս ամենին տրվեց նաև ամենալայն ընդգրկմամբ մի մեծ տարածաշրջանային չափում եւս, եւ այդ գագաթնաժողովին հրավիրվեցին նաև Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները, չհրավիրվեց Ռուսաստանը, չհրավիրվեց Չինաստանը։ Պրոցեսը ընթանում է բավականին բարձր տեմպերով։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտում երկու խումբ է աշխատում ըստ տեղեկությունների, մեկը առանձին թրիպի համար, մյուսը ստորագրված երկկողմ հուշագրերի իրականացման ուղղությամբ։ Ինչ ունենք այս պահի դրությամբ, մանավանդ երբ այս խոսակցությունները գնում են Հայաստանում այսպես ներքաղաքական խմորումների ֆոնին, որն էլ տեղավորվում է իր հերթին ներքաղաքական մի կարևոր պրոցեսի, այս նախընտրական տրամադրությունների, նախընտրական համատեքստերի մեջ։ Եվ այս ֆոնին ռուսները առաջարկ են անում, այսպես հանդես են գալիս, հիշեցնելով, որ իրենց առաջարկն ուժի մեջ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական պայմանագիրը ստորագրեն Մոսկվայում, թողնելով իբր այդ ամենը մեր հայեցողությանը։ Իհարկե, այս ամենը կարելի է գնահատել որպես նաև ցինիզմ այն ամենից հետո ինչ տեղի ունեցավ, բայց այնուամենայնիվ տեսնում ենք Ռուսաստանի ուշադրությունը, գործերը խառն են, բայց Հարավային Կովկասի ուղղությամբ չի նվազում։ Իսկ Դոնալդ Թրամփը այս խաղաղարար գործունեության ֆոնին վաղը ուրբաթ օրը ընդունելու է Վլադիմիր Զելենսկիին եւ ինչպես ինքն է ասում, խոսելու են եւ օժանդակությունից եւ հարձակումից։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է քաղաքագետ, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, բարև եք եկել, պարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնել։ Փոխադարձել։ Վստահաբար դուք հենց ձեր կենտրոնի այսպես պրոֆիլային պրիզմայով, անվտանգության պրիզմայով դիտարկում եք այս իրադարձությունները, զարգացումը դեպքերի, հետևելով դրանց ընթացքին, նշածս գործոնները եւ ոչ միայն դրանք ձևավորում են, այսպես ասենք, ընթացիկ քաղաքական պահը, հա? Ձեր գնահատական, համեցեք։ Ես չեմ համաձայնի, որ կարելի է ուշադրություն դարձնել կամ վերլուծել իրավիճակը ֆիքսելով պահը։ Եկեք ամեն դեպքում հաշվի առնենք, որ միայնակ չենք աշխարհում եւ գործընթացները իսկ մնացած գործընթացները, որոնք տեղ են ունենում Հայաստանի Հանրապետության շուրջ եւ այնքան էլ Հայաստանի Հանրապետության շուրջ չէ, հեռավոր վայրերում,
այնպիսի իրավիճակում են, որ մենք որևէ պահ ֆիքսելով ամբողջ պատկերը կաղճատենք։ Ես ավելի հակված եմ դիտարկել գործընթացները հենց գործընթացային տրամաբանության մեջ, որ դրանք դինամիկայում դրանք հիմա այսպիսին են, վաղը այնպիսին են, հաջորդ օրը կարող են լինել բացարձակապես այլ, եւ այս տրամաբանության մեջ պետք է նշենք, որ կարծես թե հարաբերականորեն, իհարկե ոչ ամբողջականորեն, հարաբերականորեն ամենակայուն եւ ամենականխատեսելի իրավիճակը այսօր կապված է իշխանը զարմանալի Հայաստանի Հանրապետության կամ մեր տարածաշրջանի հետ։ Ինչու՞, որովհետեւ այլ տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացները այնքան այլընտրանքային հնարավորություններ են առաջարկում, որ երբ համեմատում ենք Հայաստանի հետ, երբ համեմատում ենք տրիպի իրականություն դառնալու, օգոստոսի 8-ի մնացած համաձայնությունների իրականություն դառնալու հետ, ստացվում է, որ այստեղ գոնե որոշակի ինչ-որ բան կա թղթի վրա, մյուս տեղերում նույնիսկ այդ թղթերը չկան։ Խոսքը իհարկե առաջին հերթին վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին։ Հուսանք, որ վերջին զարգացումները հնարավորություն կտան նաև խոսել նմանատիպ հարաբերականորեն կայուն իրավիճակի մասին Գազայի հատվածում, Իսրայել-Պաղեստին հակամարտության շրջանակներում, առավել եւս, ինչպես դուք նշեցիք, Շարմ էլ-Շեյխում տեղի ունեցած գագաթաժողովից հետո, որի ընթացքում կարծես թե ինչպես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ, կողմերը Միացյալ Նահանգների նախագահ Տրամփի ներկայությամբ որոշակի պարտավորություններ վերցրեցին իրենց վրա եւ այդ պարտավորությունները պետք է իրացնեն։ Եվ ընդ որում այդ պարտավորությունները փոխկապված են ոչ միայն այդ ջենտլմենական խոսքով, այլ նաեւ կողմերից մեկի մյուսի նկատմամբ սպառնալիքով, ինչպես օրինակ մեր տարածաշրջանում, այսինքն Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների հարցում կան Հայաստանի եւ Ադրբեջանի միմյանց նկատմամբ որոշակի սպառնալիքներ, եթե տեղի չունենա այն գործընթացը կամ որևէ կողմ հետ կանգնի, ընդ որում սպառնալիքի գլխավոր աղբյուրը Միացյալ Նահանգներն է, որը կարող է պատժամիջոցներ սահմանել, կարող է օգնությունը կտրել Հայաստանի դեպքում եւ այլն։ Նույնը վերաբերում է նաեւ Իսրայել եւ այս դեպքում Համաս փոխհարաբերություններին, արդեն խոսվեց այն մասին, որ օրինակ Միացյալ Նահանգները կարող է Իսրայելի ձեռքերը ազատել եւ ասել հարձակվիր, եթե օրինակ Համասը խախտի այն համաձայնությունները, որոնք կան։ Ինչու եմ ես նշում, որ հարաբերականորեն ամենակայունը մեզ մոտ է, որովհետեւ կարծես թե այն փաստաթղթերը, որոնք ստորագրվեցին, այդ փաստաթղթերի շեղում գոնե այս 1.5 ամիսների ընթացքում չի եղել։ Եթե հաշվի չառնենք Ալիևի 1-2 հայտարարությունները, որոնք Փաշինյանը պատասխանեց։ Զանգեզուր։ Այո, Զանգեզուրի միջանցք եւ այլն։ Բայց գործընթացային առումով այն ինչ ստորագրվել է, փորձ է արվում քայլ առ քայլ դարձնել իրականություն։ Ես գտնում եմ, որ դանդաղ է արվում, պետք է ավելի արագ, կան մարդիկ, օրինակ Փաշինյանը ասում է այն մասին, որ չէ, եկեք դանդաղ գործենք, չշտապենք, որովհետև երբ շտապում ենք խնդիրներ լինում եւ այլն, բայց այն, որ գործընթացը շարժվում է ինչ-որ ուղղությամբ, դա ակնհայտ է։ Իսկ այդ ուղղությունը հենց օգոստոսի 8-ի համաձայնությունների իմպլեմենտացումն է գետնի վրա։ Երբ դա արդյունք կտա, արդյունք այն իմաստով, որ մենք կտեսնենք, որ գործում են որոշակի դրույթներ, որոնք արդեն ստորագրվել էին օգոստոսի 8-ին, հուսանք, որ կարճ ժամանակում, բայց արդյունք այն իմաստով, որ մենք այսօր ունենք ինչ-որ մի փաստաթուղթ, որի վրա հենվելով կարող ենք մեր հարաբերություններում Ադրբեջանի հետ որոշակիորեն ավելի վստահ լինել եւ դրա վկայությունն է օրինակ այն, որ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն հայտարարեցին, որ որոշակի չափով կրճատում են իրենց ռազմական բյուջեները։ Ռազմական բյուջեի կրճատումը նշանակում է այդ գումարները ծախսել մեկ այլ տեղում, օրինակ կրթության մեջ, օրթագրության մեջ եւ այլն, որտեղ բազմաթիվ խնդիրներ ունենք եւ ֆինանսները երբեւե բավարար լինել չեն կարող։ Տեսեք, այսպիսի արդյունքներ մենք արդեն գրանցում ենք, նմանատիպ արդյունքներ արդեն գրանցում ենք։ Իհարկե բոլորս ցանկանում ենք ինձնից սկսած, որպեսզի արդյունքները շատ ավելի տեսանելի լինեն, ավելի արագ գան, բայց չենք կարող չֆիքսել նաև այն, ինչ որ ես արդեն ասացի, որ շարժ կա։ Պարոն Ղևոնդյան, տեսեք, իդեպ վարչապետ Փաշինյանը, որին դուք նաև այս առիթով հիշատակեցիք, այսօր լրագրողների առաջ ճեպազրույցով կամ մինի ասուլիսով հանդես եկավ եւ այսպես դրվատանքի խոսքեր ասած այդ դինամիկայի հետ կապված, հա, կոմունիկացիաների մի կողմից, մյուս կողմից էլ դելիմիտացիայի դեմարկացիայի process-ների հետ կապված, որ
թե Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից դրանով զբաղվում է համապատասխանաբար մեկական մարդ եւ դրանք փոխվարչապետերն։ Այո։ Եվ նաև խոսեց այն մասին, որ տրամաբանական է, քանի որ մենք արդեն թեվակողել ենք օգոստոսի 8-ի համաձայնությունների իրականացման փուլ, որ այդ դելիմիտացիան եւ դեմարկացիայի հենց առաջիկա փուլը տեղի ունենա հենց այդ թրիփի գոտում։ Ձեր մեկնաբանությամբ։ Իրականում բավական ժամանակ է այդ տեղեկությունը կա դաշտում, առայն որ տրամաբանությունը դելիմիտացիայի դեմարկացիայի փոխվել է նախկինում, եթե կանոնակարգով հաստատված, հետագայում նաև համաձայնեցված էր միմյանց միջև, որ իրականացվելու է հյուսիսից դեպի հարավ, ապա հաշվի առնելով, որ պետք է կառուցվի ճանապարհ, իսկ ճանապարհը կառուցելիս անհրաժեշտ է, որպեսզի հասկանալի լինի, թե մինչև որտեղ պիտի այն կառուցեն ադրբեջանցիները եւ որտեղից պետք է սկսեն կառուցել Հայաստանի Հանրապետության կամ հայ-ամերիկյան այդ ընկերության ներկայացուցիչները եւ նորից մինչև որտեղ պիտի նրանք կառուցեն մինչև Նախիջևան եւ որտեղից նույնիսկ պետք է հանձնեն ադրբեջանցիներին։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ դեմարկացված, դելիմիտացված սահման, սահմանագծված, սահմանազատված սահման, Սկիզբն ու վերջը հասկանանք որտեղ է։ Երկու կողմերից, բայց այստեղ կա շատ հետաքրքիր մի առանձնահատկություն, ես ճիշտ ասած չլսեցի, որ Փաշինյանը դրան անդրադառնա, բայց ես նշեմ, որ շատ հետաքրքիր է, որ սահմանագծման, սահմանազատման աշխատանքների տրամաբանությունը նաև որոշակիորեն ըստ իմ ունեցած որոշ տեղեկությունների նաև որոշակիորեն վերաբերվել է Նախիջևանի վերևի հատվածին, երասխի հատվածին, Հայաստան, Թուրքիա եւ համապատասխանաբար Նախիջևան այդ հատվածին, ինչը կարող է նշանակել մի կարևոր բան, որ գոնե այլընտրանքային որևէ զարգացման պայմաններում, թե մենք Հայաստանի Հանրապետությունը, թե Ադրբեջանը, թե գուցե նաև Թուրքիան ենթադրում են, որ այդ երկաթուղին Հայաստանի Հանրապետությունից դուրս կարող մտնելով Նախիջևան, հետագայում նորից մուտք է գործելու Հայաստանի Հանրապետություն։ Տեսեք, գիտենք, որ Թուրքիան հայտարարում է, որ արդեն գումարներ է ձեռք բերել, հիմնարկեք է արել եւ հայտարարում է, որ կառուցելու է Կարս Նախիջևան երկաթգիծը։ Ես ճիշտն ասած հակված չեմ հավատալ իրենց հայտարարած 5 տարվա ժամկետին, սովորաբար եւ կյանքը ցույց է տալիս, որ ոչ թե սովորաբար, այլ միշտ այդ ժամկետները խախտվում են, երկարում են 7-8 տարին ամենակիչը, ուրեմն հաշվի առնելով ռելիեֆը, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, այդ երկաթուղու հնարավոր երկաթուղու հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք պետք է լինել հաղթահարել, պետք է լինի հաղթահարել 7-8 տարին ամենակիչ ժամկետն է, որ հնարավոր է դա կառուցել։ Իսկ Տրամպի ուղին գոնե մենք հայտարարում ենք, որ 2 տարում կլինի, թող լինի 3 տարում, 2 տարում չլինի, նույն տրամաբանության մեջ 1.5 անգամ այդպես եթե հարաբերականորեն դիտենք եւ այն եւ սա, եւ ստացվում է, որ 2-3 տարի հետո գնացքի գիծը կամ գնացքները կարող են գալ անցնել Ադրբեջանով, ընդ որում ես նշեմ, որ ադրբեջանցիները գնացքի գիծը դեռ չեն ավարտել իրենց մոտ, իրենք պետք է ավարտեն, հասնեն Հայաստանի սահման 2026 թվականի ամռանն են իրենք ասում, տեսնենք, հասնեն Հայաստանի սահման, որից հետո մենք հասնենք Նախիջևան, հետո շարունակվի, ստացվում է, որ տեսականորեն 3 տարի կամ լավ 4 տարի հետո գնացքի գիծը կարող է գալ հասնել Նախիջևան։ Ուր է գնալու դրանից հետո Փակուղում չի մնա։ Հասկանալի է, ջուրֆայով կարող է մտնել դեպի Իրան, բայց այստեղ Իրանը չէ խնդիրը, դա խնդրի մեկ այլ կողմ է։ Այստեղ հարցն այն է, որ այս ճանապարհը անհրաժեշտ է, որպեսզի գնա եւ հասնի Թուրքիա, հետագայում նաեւ Եվրոպա։ Իսկ դրա հասնելու մեկ ճանապարհ գոյություն ունի այսօրվա դրությամբ եւ կարծում եմ 3-4 տարի հետո էլ միայն այդ մեկ ճանապարհն է գետնի վրա գոյություն ունենալու, դեռևս Կարս Նախիջևանը պատրաստ չի լինելու եւ այդ ճանապարհը Երասխով, Գյումրի, Կարս այդ հատվածն է։ Տեսեք, սրա մասին է վկայում նաեւ այն, որ թուրքական կողմը մի քանի անգամ արդեն հետաքրքրություն է ցուցաբերել Կարս-Գյումրի երկաթուղու վերականգնման նկատմամբ։ Այո, եւ երկկողմ խորհրդակցություններ, որը ուսումնասիրել է եւ այլն։ Այլ հարց է, որ եթե Մեղրի հատվածում մենք դիտարկում Մեղրի հատվածում այդ կառուցվելիք երկաթուղին կարող է լինել ցանկացած մեկինը այդ թվում եւ հայկական ընկերության եւ հայ-ամերիկյան ընկերության եւ այլ օպերատորի կառավարման ներքո
բայց Երազք Գյումրի մինչև Հայաստանի սահման հատվածը չի կարող լինել որևէ մեկի ուրեմն կառավարման ներքո բացի Հարավկովկասյան երկաթուղուց։ Եթե իհարկե մինչ այդ պայմանագիրը խզված չլինի, քանի որ Հարավկովկասյան երկաթուղու այդ պայմանագիրը մինչև 2038 թիվը հաստատապես գործում է, դրանից հետո էլ 10 տարի կարող է երկարացվել։ Բայց տեսեք, այստեղ կա արդեն Հայաստանի Հանրապետության աշխատանքի բավական մեծ դաշտ։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը փորձելու է լուծել աշխարհաքաղաքական խնդիրները, որպեսզի երկաթուղին Նախիջևան հասնելով տեսականորեն 2028 թվականին կամ 2029 թվականին շարունակի անցնի եւ հասնի դեպի Հայաստանի սահմանով դեպի Թուրքիա, որովհետեւ դա կենսականորեն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը։ Եթե Հայաստանը կարողանա լուծել այս խնդիրը, տեսեք, ես նման կանխատեսում եմ անում ինձ վրա այդպիսի համարձակություն դրսևորելով, եթե Հայաստանի Հանրապետությունը կարողանա լուծել այդ խնդիրը, եթե գնացքները սկսեն անցնել այդ ճանապարհով, շատ մեծ հավանականություն կա, որ եթե ոչ Թուրքիան, ապա Թուրքիայի այդ Կարս Նախիջևան երկաթուղին ֆինանսավորողները կարող է կորցնեն հետաքրքրությունը այդ երկաթուղու նկատմամբ։ Այսինքն այստեղ խնդիրը ոչ միայն Հայաստանով այդ մի քանի տարին անցկացնել է, այլ նաև կանխել է այն, որ հետագայում կարող է Հայաստանը շրջանցվել եւ Հայաստանը փաստացի բաց սահմանների պայմաններում նորից մնալ բլոկադայի մեջ։ Հիմա այս ամենը ինչ մենք քննարկում ենք, խոսում ենք հեռանկարներից, այս խոսակցությունները տեղի են ունենում, ուզենք թե չուզենք, նախընտրական պրոցեսների համատեքստում, հա, այսպես ասենք։ Եվ մենք շատ հստակ տեսնում ենք շատ որոշակի սուբյեկտների քաղաքական դիրքավորումը, վարքը այս ամեն ինչի հետ կապված, որը շատ հստակ թիրախավորում է այս բոլոր պայմանավորվածությունների համալիրը, եւ նրանք պարզ խոսում են այն մասին, մենք գալու ենք վերաբանակցենք, մենք խաղաղությունը չէ, մենք արժանապատիվ խաղաղություն ենք բերելու, վերաբանակցելու եւ այլն, բայց վերականգնելու են Ռուսաստանի հետ դաշնակցային, չգիտեմ ինչը եւ այլն։ Ինչպիսի զարգացումներ գուցեև սպառնալիքներ եք առաջիկայում տեսնում, պարոն Ղևոնդյան, եւ ինչ անել դրանց հետ, մանավանդ մենք տեսնում ենք ուղղակի ապօրինի գործունեություն, ընդ որում մարդկանց կողմից ու այսպես ասենք մեր ավանդական մտածողության այդ իներցիայից ելնելով ուղղակի անպատկերացնելի է, չէ՞, հոգեվորականներ այսօր տեսնում ենք ինչ գործունեության մեջ են առերևույթ ներգրավված, այո, ամենություն կանխավարկած չխախտեն։ Այո, ներգրավված եւ պետությունը ստիպված է նրանց մեկուսացնել հասարակությունից։ Ամեց։ Ես նշեմ, որ այն ինչ տեղի է ունենում ներքին քաղաքական դաշտում, ընդհանուր միտումների առումով նման է բոլոր նախընտրական ժամանակաշրջաններին։ Հաշվի առնելով արտաքին քաղաքական միջավայրը, ուղղակի այս դրսևորումները շատ ավելի սուր բնույթ են ստացել։ Տեսեք, Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքաղաքական դաշտում որոշակի մասնակցություն տարբեր ուժերի միջոցով եղել է թե մինչև 2018 թվականը իշխանության կողմից իհարկե, որովհետև դրանք Ռուսաստանին հաջող իշխանություններ էին, թե 2018 թվականի արտահերթ ընտրություններին, թե 2021 թվականի արտահերթ ընտրություններին եւ հիմա էլ նույն կերպ Ռուսաստանը փորձում է Ռուսաստան ասելով եկեք անպայման սա էլ շեշտադրենք, Ռուսաստան ասելով նկատի չունենք մեկ ամբողջություն, Ռուսաստանի տարբեր շերտեր, տարբեր նույնիսկ Ռուսաստանի կառավարման համակարգի էլիտայի տարբեր շերտեր, տարբեր ուղղություններով փորձում են աջակցել Հայաստանում որոշակի քաղաքական ուժերի, որոնցից որոշները գործում են շատ ավելի բացահայտ հակաիշխանական տրամաբանության մեջ, մյուսները մի փոքր ավելի նուրբ ձևերով, փափուկ ուժի կիրառմամբ են փորձում իշխանություններին որոշակի վնասներ տալ եւ այլն եւ այլն։ Ռուսաստանը աշխատում է եւ Ռուսաստանի աշխատանքը
ավելի սուր բնույթ է ստանում, քան նախորդ ժամանակներում, քանի որ այսօր կա Ռուսաստան արևմուտք հակասությունը, Ռուսաստանը խնդիրներ ունի, քանի որ այսօր կա օգոստոսի 8-ի համաձայնությունները եւ Ռուսաստանը դրա հետ եւս խնդիրներ ունի, քանի որ այսօր Հայաստանում ընդունվել է օրենք Եվրամիություն դեպի Եվրամիություն գնալու մասին, Եվրամիության անդամակցության մասին եւ Ռուսաստանը դրա հետ խնդիրներ ունի, այսինքն գոյություն ունեն օբյեկտիվ պատճառներ, որոնք բերել են նրան, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում այս անգամ, ի տարբերություն նախորդ անգամների, այդ անտագոնիզմը մեկը մյուսի նկատմամբ սրվել է, ավելի մեծ է, ավելի վառ է արտահայտված եւ դա օգտագործվում է թե կուսակցություն, ընդդիմություն իշխանություն մակարդակում, թե դրանց հետ փոխկապակցված այլ մակարդակներում, լրատվամիջոցներում, փորձագետների շփումներում միմյանց հետ բանավեճերում, խոսակցություններում եւ այլն, հասարակության տարբեր շերտերի միմյանց հետ ուրեմն հարաբերություններում, ինչը իրականում Հայաստանի Հանրապետության համար վատ է, որովհետեւ ընդհանրապես ինչքան ավելի մեծ է հատվածայնացումը կամ ֆրագմենտացիան, այնքան ավելի դժվար է մոբիլիզացնել հասարակությանը համընդհանուր խնդիրներ լուծելու համար։ Բայց սա ժամանակավոր երևույթ է, սա կտևի մինչև 2026 թվականի հունիսը, ընտրություններից կարճ ժամանակ անց ես կարծում եմ հենվելով նախորդ փորձի վրա, որ ընտրությունները կլինեն ազատ եւ թափանցիկ, գոնե Հայաստանի Հանրապետություն մինչև ինչպես 2018 եւ 2021 թվականներին որևէ քաղաքականուց չի վիճարկի դրանց արդյունքները, ինչը կնշանակի, որ հետընտրական լուրջ զարգացումներ մենք չենք ունենա, իսկ այս ֆրագմենտացիան կարճ ժամանակում կհամահարթեցվի, այսպես ասենք, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե ինչ-որ չափով։ Առավել եւս, որ 2026 թվականի ընտրություններից հետո այլևս Ռուսաստանի կողմից այն ռեսուրսները, որոնք դրվում են Հայաստանի Հանրապետությունում, այդքան շատ, եկեք ժողովրդի լեզվով ասեմ, ծախս շատ չի անի Ռուսաստանը Հայաստանի կդեմոտիվացվի։ Այո, այլևս մոտիվացիա չի ունենա ծախս անելու եւ շատերը, ովքեր այս գործընթացի մեջ մտել են ուղղակի ռուսական փողերից օգտվելու համար, ուղղակի դուրս կան այդ գործընթացից տրամաբանորեն։ Գնան իրենց գործերով կզբաղվեն, դաշտը կթեթևանա եւ դրա արդյունքում մենք կունենանք ավելի, այսպես ասենք, ավելի լոյալ քաղաքական դաշտ, որտեղ հնարավոր կլինի, իհարկե եթե իշխանությունները վերընտրվում են, հնարավոր կլինի իշխանության օրակարգը իրացնել։ Եթե չեն վերընտրվում, այլ իշխանություն է լինում, նույն տրամաբանությամբ այդ այլ իշխանությունը կարողանա իր օրակարգը իրացնել։ Եթե իհարկե հանկարծ լինի այնպիսի մի այս պահին ոչ այնքան հավանական թվացող տարբերակ, որ իշխանություն ստանա ռուսամետ ուժերից որևէ մեկը, իրականում գործընթացները գլխի վայր շուռ կգան։ Եվ այսպես կարճ ամփոփելով, պարոն Ղևոնդյան, դուք ասում եք, թե ինչ է լինելու ընտրություններից հետո, բայց դեռ մինչև ընտրություններ ապրել է պետք եւ դրանք լինելու են բավականին լարված ամիսներ։ Մայիսին սպասվում է պատմական իրադարձություն անկախ Հայաստանի պատմության մեջ, նման գագաթնաժողով իր պատմության մեջ Հայաստանը չի հյուրընկալել, դա եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է, որն էլ հենց իր ժամկետի առումով էլ ուզենք թե չուզենք տեղավորվում է նախընտրական տրամաբանության մեջ անմիջականով են ուղղակի։ Հենց ամիս ամսաթվով։ Այո։ Հիմա Ռուսաստանը այս ամենին վերաբերվում է այնպես, ինչպես, ասենք, Նապոլեոնը Վատերլոյի ճակատամարտին, հա, այժմ կամ երբեք, հա, այս տրամաբանությամբ, այնպես ինչպես Մոլդովայում էր ըստ էության, եւ մենք այնտեղ էլ մենք ինչ տեսանք, առանձին կղզյակներ, այո, սկսեց այսպես խրախուսել, ոգեշնչել, դուրս բերել դաշտ, որ ամեն մեկը իր դիմացը ինչ կարող է քերի, որից հետո դրանք պետք է միավորվեին իրար եւ փաստի առաջ կանգնեցնեին բոլորին։ Չնայած մինչ այդ իրանք իրար չէին սիրում, իրար անպատվում էին, իրար հետ սեղան չէին նստում, ձեռք չէին սեղմում, մի քիչ էլ իրար վատաբանում եւ այլն, բայց հենց
հյուսիսից գալիս էր Ռավնյայի Սմիրնը, նրանք շարք էին կանգնում եւ այդպես ինչպես Գյումրիում։ Այո։ Որն են պետության անելիքները համապետական Գյումրի կամ համապետական Վարդանիկ պայմանական, հա, օպերացիան թույլ չտալու համար։ Ցավալիորեն չեմ կարծում, որ Հայաստանի ներկայ իշխանությունները կփորձեն ընդօրինակել Մոլդովայի փորձը եւ կկարողանան խաղից դուրս թողնել այն կոնկրետ այն քաղաքական ուժերին, որոնք խնդիր են կամ վտանգ են ձեր նշած համատեքստում։ Ես չեմ կարծում ոչ թե այն պատճառով, որ Հայաստանի ներկայ իշխանությունները դրա ռեսուրսը չունեն, ունեն իրական, կամ ոչ թե այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները վախենում են Ռուսաստանից, չեն վախենում իրական, այլ այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները ձեռնտու են նրանց մասնակցությունը ընտրություններին։ Եթե ընտրությունների ժամանակ կա նման սուր ատելություն առաջացնող քաղաքական ուժ որոշ մարդկանց շրջանում, ապա իշխանությունները հույս ունեն ստանալ նրանց ձայները։ Սրա հիմնական պատճառը հետևյալն է։ Տեսեք, տարբերությունը Մոլդովայի եւ Հայաստանի գլխավոր տարբերությունը։ Մոլդովայում մարդիկ գնում էին ընտրելու Մայա Սանդուին եւ նրա քաղաքական ուժին, որովհետեւ ցանկանում էին ապրել Եվրոպայում։ Այլ մարդիկ գնում էին ընտրելու նրա ուրեմն անդիմադիր գործչին, Սանդուի հակառակորդին, որովհետև ցանկանում էին, որպեսզի Եվրոպայում չգնան ապրեն, այլ ապրեն Ռուսաստանի հովանու ներքո, իրենք հոգեհարազատ է Ռուսաստանը։ Հայաստանում դրա համար չեն գնում մարդիկ ընտրում Նիկոլ Փաշինյանին կամ հակառակ թևի ներկայացուցիչներին։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանին ընտրում են, որովհետև ատում են հակառակ թևի ներկայացուցիչներին, եւ հակառակ թևի ներկայացուցիչներին ընտրում են, որովհետև ատում են Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն այստեղ ընտրությունները ի տարբերություն Մոլդովայի ոչ թե հանուն է, այլ ընդդեմ։ Եվ իմանալով ընտրությունների կամ քաղաքական դաշտի նման կառուցվածքը խաղից հանել այն դերակատարին, որին ատելով քեզ ընտրելու են, նման խելագարություն որևէ քաղաքական գործիչ իրեն թույլ չի տա։ Ցավոք սրտի Հայաստանի իշխանություններն էլ դա իրենց թույլ չեն տա։ Ես ձեզ լսեցի։ Շատ շնորհակալություն, պարոն Ռևոնդյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար բարբերաբար դիմելու ենք ձեզ մեկնաբանությունների համար հետևելով դեպքերի ընթացքին դե ինչ մինչ նոր հանդիպում եւ բարին ձեզ Մենք զրուցեցինք մեր գործընկեր քաղաքագետ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական եւ ներքաղաքական վերջին զարգացումների հետ։